Ողջույն 24-ի եթերում հետագիծն է եւ ես Նարեկ Գալստյանը այսօր մենք մեր համար ոչ սովոր պայմաններում ենք որոշել հարցերից անել օգտվելով նաեւ նախընտրական այսպես արշավի հնարավորություններից ու գտնվում ենք Իջևան քաղաքում Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևան քաղաքում եւ մեր հյուրն է այսօր ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքապետարանի անդամ նույն համանուն դաշինքի համապատասխան ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը, պարոն Կարապետյան, ողջունում եմ։ Բարձր բանոց։ Եվ շատ շնորհակալ եմ հրավերից ընդունելու համար։ Շնորհակալ եմ շատ հրավիրելու համար։ Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ Իջևանում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծված, որովհետև ազգակցական, այսպես փոքր հայրենիքի կապերը դեռևս ոչ մեկ չի վերացարկել, ոչ մեկ չի բացառում, ուստի տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանը Իջևանում այստեղ հաղթելու է եւ հաղթելու է բավական մեծ տարբերությամբ։ Դուք համաձայն եք այդ գնահատականը։ Տեսեք ինչ տարբերություն կա։ Իջևանցիները երկու այլընտրանք ունեն։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը իր հայրիկի կողմից իջևանցի է, բայց եթե մենք այդ ռակուրսով նայենք, Սամվել Կարապետյանը մայրիկի կողմից է իջևանցի, այստեղ է Գանձակար գյուղից է Սամվել Կարապետյանի մայրը, մեծացել է Իջևանում, բայց դա չէ հիմնական խնդիրը այսօր։ Իջևանցիները չնայած ամեն ինչին տեսնում են, թե ինչ է կատարվում Տավուշի սահմաններում, տեսնում են, որ աղքատությունը իրենց հայրենի մարզում 30%-ի է հասել, որը հայկական աղքատությունից, միջին աղքատությունից բարձր է։ Ամեն երրորդ Տավուշի բնակիչը աղքատ է ապրում։ Ինչ հիմնարկներ է ստեղծվել Հայաստանում եւ Իջևանում մասնավորապես վերջի 8 տարվա ընթացքում, բացի մի քանի փոքր, թե այս հյուրանոցից, այլ հյուրանոցներից, որոնք ստեղծվել են, որոնց նշանակալի մասը նաեւ մեր ներդրումների հաշվին են ստեղծվել, գործարաններ շատ քիչ են ստեղծվել։ Ինչքան ես հիշում եմ, միայն ձեռնոցների գործարաններ, որ հեղափոխությունից հետո լայն տարածում գտավ, որ աշխատատեղեր է ստեղծում, բայց այլ նոր գործարաններ չկան։ Ամեն համենք մեր այցելությունից փակված գործարաններ կան, պահածոների գործարաններ, Այրումի հայտնի պահածոյի գործարանը։ Նիկոլ Փաշինյանով չեն փակված։ Բայց երբ մա գալիս է իշխանության, խոստում տալով, որ մարդկանց կբերի բարեկեցություն, նա պետք է գոնե բերի բարեկեցության մի մասը, ոչ թե աղքատությունը աճի։ Իսկ աղքատությունն է աճում։ Սա Հայաստանի վիճակագրական կոմիտեն է ասում։ Այսինքն մեր տարածաշրջանում շատ փոքր կամ անկում կա աղքատության, կամ ընդհանրապես չկա։ Պարոն Կարապետյան, դուք իսկապես մտածում եք, որ Հայաստանի քաղաքացու համար առաջիկա ընտրությունների հիմնական մոտիվացիան սոցիալական խնդիրներն են։ Տեսեք, Փաշինյանի կառավարությունը շեղում է մարդկանց այլ օրակարգերով, ամեն ինչի մասին խոսում է, բացի մարդուն հենց անձնական վերաբերվող հարցից։ Եթե մենք ուզում ենք ուժեղ երկիր ունենանք, մենք պետությունը պետք է ուզենա ցանկանա, որ ժողովուրդը հարուստ ապրի։ Հենց հարուստ բառն եմ ուզում օգտագործեմ։ Պետությանը պետք է, որ իր ժողովուրդը հարուստ լինի, որ բերքը շատ վաճառի։ Հարստացիկ եւ հարստացրու։ Նիկոլ Փաշինյանի լոզունգն է, իսկ գործը։ Եկեք տարբերակենք լոզունգը եւ գործը։ Ինչ գործ է արվել տարածաշրջանում։ 3 նոյեմբերյանի շրջանում էինք։ Ամեն ինչ աճում է այնտեղ։ Ամեն ինչ։ Խնդիր չկա ընդհանրապես ջրի հետ կապված է լուծելի հարցեր են։ Բայց մարդկանց հետ երբ որ խոսում ես, ասում են մթերման կայան ունեք, մթերում անում եք, նայում են իրար, ասում են օրինակ դեղցը, որը քիչ հանդիպող միրգ է ընդհանրապես տարածաշրջանում, իրենք կարողանում են ամենավորակյալը, ամենահամեղը ընդհանրապես այս ռեգիոնում, Կովկասում իրենք են միշտ ստացել եւ այս պայդրությամբ մինիմալ արտադրանք է գնում, մինիմալ արտանում է, մարդիկ արտադրում են, բերքը ստանում են, հանում են ճամփեզրին են դնում։ Սա 21-րդ դարի գյուղատնտեսություն չէ, այդ գյուղերում ապրում են հազարավոր մարդիկ, ճամփեզրի հույսին, ո՞նց ենք այդ մարդկանց թողում։ Որակական տարբերություն, տեսեք, մենք խոսում ենք մթերման կայանից, մարդկանց բերքը իրացնելուց, իրենք խոսում են լրիվ ուրիշ թեմաներից, խոսում են փոխադարձ ատելությունից, մեղավոր են գտնում, մեղավորին գտակ, գնաց մեղավորը, դուք անունը դրեցիք մեղավոր այս մարդն է, գնաց, 8 տարի դու ինչ էիր անում, դու էիր, մեղավոր էր, պատժեիր, ոչ թե Հայաստանի ամենամեծ բարերարին, բարեգործին, կալանավոր էիր, այլ մեղավորներին պատժեիր, եթե կարող ես, չես կարող, որտեվ դու գիտես։ Պարոն Կարապետյան, ես նկատում եմ, որ ձեր քաղաքական ուժը հիմնականում խոսում է սոցիալական խնդիրներից։ Այսինքն, ուր որ գնում եք ասում, գործարան պետք է կառուցեն 300,000 աշխատող, 0% միսի եւ այլն։ Սա միգուցե կարևոր է, բայց դրա հետ միասին, միգուցե չէ կարևոր է, բայց դրա հետ միասին հայտարարում ասում եք, որ 2026 թվականի հունիսի 7-ին
7-ից է կապված Հայաստանի Հանրապետության ապագան, բովանդակությունը, քաղաքակրթական ուղղվածությունը, քաղաքական ուղղվածությունը, անվտանգային հարցերը մեծ հաշվով այնպիսի խոսույթ է, որ լինել չլինելու հարցն է։ Հիմա մի կողմից դուք ասում եք այս սրա մասին, մյուս կողմից խոսում եք սոցիալական հարցերի ամենաշարժ։ Հիմա իմ մոտ տպավորությունն է ուղղակի եթե ես սխալ եմ, որ դուք կամ մտածում եք, որ մեր ժողովուրդը այդ խնդիրների մասին այդպես առանձնապես չի մտածում, պետք է խոսա սոցիալականի մասին, որ շատ ձայն դրա արդյունքում ստանալ, կամ ինքներդ կարևորություն չեք տալիս այդ խնդիրներին։ Որ մեկն է, որտեղ կա դիսոնանս հայտարարությունների, այսինքն թե ինչի համար ենք մենք դուրս եկել, հայ եկեղեցի, հայ ինքնություն, հայ եւ այլն, եւ հանրությանը առաջարկված նախընտրական ծրագրի։ Տեսեք, երկուսը փոխ լրացնող են, Նարեկ ջան, բան Գալստյան։ Ինչն է փոխ լրացումը։ Մենք ցույց ենք տալիս ծրագիրը զարգացման մեր երկրի։ Եթե մենք չկարողացանք ապահովել բերքի 100%-անոց մթերում գյուղերում, եթե մենք գործ չտվեցինք այս մարդկանց, մեր ժողովրդին եթե գործ չկարողացանք ստեղծեինք, մնացողը վստահ եղեք, որակական հետ ենք գցելու այս վտանգը, բայց չի վերանալու վտանգը։ Այս աղքատության պայմաններում ժողովրդին խաբելը հեշտ է։ Մեզ պետք է հարուստ ժողովուրդ, բարձր կրթական հնարավորություններով, բարձր տեղեկատվական հնարավորություններով ավելի շատ, որպեսզի կարողանա թացը չորից տարբերի։ Այս պարագայում, եթե Աստված առաջ հնարավորություն եղավ չշեղվել մեր զարգացման, մեր ազգային ուղուց եւ չգնալ դառնալ նեո-օսմանյան կայսերության ազդեցության ինչ որ գոտի, նոր օսմանյան կայսերության ազդեցության ինչ որ գոտի, ու մենք չկարողացանք լուծենք աղքատության հարցը մեր երկրում։ Այդ վտանգը 10 տարի հետո է գալու։ Ոչ մեկ չի ասում, որ դու աղքատության հարցը չպետք է լուծել։ Ապրեք, հիմա ուզում եմ ասեմ, որ հիմքը խնդրեմի, հիմքը առաջնահերթությունը Հայաստանում առաջնահերթությունը, եթե աղքատության հարցը լուծվեր մինչև այս, չէր լինի այսպիսի ղեկավար, չէր գա այս ղեկավարը։ Նա եկավ։ Չէ, հիմա դուք ինձ ուզում եք ասեք, որ թե նոյեմբերանում դերձը շատ հավաքվի, Ադրբեջանը չի հարձակվի։ Եթե նոյեմբերյանում դեղցը լավ գնով վաճառվի, նոյեմբերյանում բնակչությունը մնալու է, աճելու է, հարկերը շատ են տրվելու, բյուջեն ուժեղ է լինելու, բանակը հզոր է լինելու, Ադրբեջանը չի հարձակվելու։ Դուք հիմա խոսում եք բավական հետաքրքիր, բայց երկարաժամկետ ծրագրի մասին։ Այո, որը պետք է սկսեինք 10 տարի առաջ, 20 տարի առաջ, 30 տարի առաջ։ Ներողություն, Նիկոլ Փաշինյանը ասում է, դուք հիմա հասկանում եք, չէ՞, այսինքն դեղցը աճեց, բերեցիք, վաճառեցիք, մենք պրոտեստ ենք անում, բայց մոտավորապես մարտը հարստացավ, Ադրբեջանը չհարձակվեց։ Այս տրամաբանական կապի մարտը հարստացավ, պետությունը հարստացավ, լավ, այս բանակ ուժեղացավ, Ադրբեջանը չհարստացավ։ 3-4 տարվա կապ մինիմում, ինչպես ասում են։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այս սեպտեմբերին, եթե ես չեմ ընտրվում, սկսում է աղետաբեր պատերազմ, ու այդ աղետաբեր պատերազմը կործանարար է դառնում Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա մինչև դեղցի աճելու մարդու հարստանալու զենք առնելը դուք պիտի կանխեք, եթե գա կանշուշ իշխանության, դուք պիտի կանխեք Ալիևի հնարավոր գայթակղությունը օգտվել Հայաստանում քաղաքական այսպես անցումային շրջանից ու ի կատարածել են ծրագրեր, որոնք որ ունեն տալու Փաշինյանը հակառակորդին, որ իրա լինելով չի սկսելու։ Ինքը ասում է, ռևիզիայի չեմ ենթարկելու խաղաղությունը, ինչը դուք եք անում, պատերազմի եռագլուխ կուսակցությունը։ Շատ լավ։ Այսինքն խնդիրը ռևիզիայի ենթարկելն է։ Ես եթե այստեղ հայտարարում եմ ձեզ, որ մենք ստորագրում ենք տրիպի շրջանակներում խաղաղության պայմանագիրը։ Բամ տրիպի շրջանակում խաղաղության պայմանագիրը։ Տրիպի Հայաստան, երկու առանցին բացատրել եմ ամս։ Խաղաղության պայմանագրի հիմքը ընդհանրապես տրիպի պայմանագիրն է, տրիպի շրջանակներում տեղի ունեցած գործընթացներն է։ Տրիպի շրջանակներում մենք ստորագրում ենք։ Փոխվեց իրավիճակը։ Փոխվեց։ Մի հատ բան ենք մենք ավելացնում ուղղակի, ոչ թե պայմանագրի մեջ, այլ ընդհանուր տրամաբանության մեջ մեր երկրի տարածքային ամբողջականությունը պետք է ունենա երաշխավոր։ Մեզ պետք է հարևան երկրի հետ խաղաղության շրջանակներում ունենանք երաշխավոր։ Մի տառ չենք փոխելու։ Թող անուն չդնեն։ Ինքը ուղղակի ասում է, որ ռևիզիա է ենթարկվելու։ Ես ասում եմ ձեզ, որ մենք ստորագրելու ենք պայմանագիրը եւ ուղղակի ավելացնելու ենք երաշխավոր այդ պայմանագրին։ Մեջը ոչ մի բան չի ռևիզիա։ Ֆանտաստիկ է, բայց պետք հարցնեմ ձեզ։ Ով է երաշխավորը։ Չէ, հասնենք ով է երաշխավորը։ Եթե ձեր համար այն ինչ որ այլա Նիկոլ Փաշինյանը ընդունելի է, տրիպը, խաղաղության պայմանագիրի նախաստորագրում մյուսը եւ այլն։ Հիմա հարցին մյուս կողմից վերադառնամ։ Այսինքն իշխանությունը այս բանը հիմա հարցին մյուս կողմից մոտենա։ Այդ պարագայում միջին վիճակական քաղաքացին պետք է ասի հետեւյալը.
ասի թրիպը Նիկոլ Փաշինյանի ստեղծած նախագիծն է։ Ինչի՞ ես պիտի, եթե Նարեկ Կարապետյանը համաձայն է, ինչի՞ ես պիտի գնամ Երկու տարբերություն։ Եթե Փաշինյանը գնար 4 տարի առաջ, մենք չէինք կորցնի Արցախը։ Եթե գնար դրանից 2 տարի առաջ, մենք հնարավորություն կունենայինք պահպանել անվտանգային մեր ձևաչափերի մեջ շատ կարևոր դրվածքներ, նույն ջերմուկի հարցով չէինք կորցնի ջերմուկը։ Եթե գնար դրանից առաջ, մենք չէինք ունենա աղետաբեր պատերազմը 40 օր։ Մենք կունենայինք ինչ որ խնդիրներ։ Ժամանակային մենք տեսնում էինք, որ դա հնարավոր է լինել, բայց 44 օր պատերազմը ձգել, գալ դրան, շատ է խոսացվել։ Ես չեմ ուզում ամեն ինչը կրկնեմ, բոլորը գիտեն ով է մեղավոր, բոլորը գիտեն ով հատուկ չի ստորագրել, ով մարդկանց կյանքի հաշվին իր քաղաքական դիվիդենդ է փորձել պահպանել իր քաղաքական անունը, բայց ամեն հաջորդ ժամկետ մի բան տալիս է այս մարդը։ Մի տարի առաջ գնար, ճանապարհի խնդիրը չէր լինի։ 2 տարի առաջ գնար, ուրիշ խնդիր չէր լինի։ Սյունիքի ճանապարհի։ Հիմա Ասածս գիտեք ինչն է։ Տարբերությունը այս է։ Նախ անկումը կանգնեցել, որովհետև մենք ամեն հաջորդ տարին իրեն հեռացնելու պարագայում ավելի թույլ կետից ենք սկսում։ 2 տարի առաջ ճանապարհի խնդիրը չէր լինի։ Դրանից 2 տարի առաջ չէր լինի Արցախի խնդիրը։ Այսինքն համաձայն եք Նիկոլ Փաշինյանի անձի հետ համաձայն։ Ոչ։ Գնում է դիվանագիտական անկման process։ Թրիփի ձևաչափի հետ մենք մի հատ հարց ենք ավելացնում։ Երաշխավոր լինի, ստորագրենք մենք ադրբեջանցիներին, ես իրավունք ունեմ չվստահեմ ադրբեջանցիներին։ Դուք, պարոն Գալստյան, թե չունենք այդ իրավունքը։ Ոչ թե չունենք, այլ չպետք է իրավունք չունենք վստահելու, այսպես ձևաչափ։ Ես իրավունք ունեմ, ասեմ, կլինի մեկը երաշխավորի է խաղաղության պայմանագիրը, ստորագրենք։ Իսրայելը եւ Եգիպտոսը ստորագրեցին Քեմփ Դեվիդը, ունեցան երաշխավորներ, որը մինչ հիմա մեխանիզմը գործում է։ Եթե Ադրբեջանը չունի ամբիցիա, չունի նկրտում Հայաստանի վերաբերյալ, ինչու չպետք է ուզի, որ երաշխավոր լինի։ Այ որովհետեւ իրանք ասում են հետեւյալը, ասում են, տեսեք, հիշեցի Մհեր Գրիգորյանի խոսքերը, ասում ամեն անգամ երբ որ երաշխավոր են բերում մտցնում process-ի մեջ, ոչ թե դեմ դիմաց նստում բանակցում են, այդ երաշխավորը այդ ամեն ինչի մեջ իր փայն է ուզում, որտեվ աշխարհի ոչ մի երկիր չի գա մի հատ process-ի մեջ չի դառնա երաշխավոր, չի դառնա մասնակից, թե ինքը իր դիվիդենդ Իրանի հայտարարությունը, որ Հայաստանի շարունակեք։ Հիմա ասում եմ երաշխավորին բերեցինք, մցրեցինք, վաղը ինքը ունեցավ խնդիրներ, ասենք օրինակ Ռուսաստանի պարագայում, Ուկրաինայի հետ ունեցավ խնդիրներ, ուկրաինական առաջնահերթությունը ինքը թողեց որպես իր համար առաջնահերթություն, դրա փոխարեն հարավային Կովկասում իր շահերից հրաժարվեց, զիջեց դիրքերը արդյունքում պատերազմ սկսեց Ղարաբաղ, մյուս եւ այլն։ Հիմա ասում եմ ինչի՞ եք ուզում բերեք մի հատ էլ երաշխավորին մցնեք այս process-ի մեջ, երբ որ մենք երկուստեք կարողանում ենք իր հետ նստել նորմալ բանակցել պայմանավորվել։ Բացատրեմ տարբերությունը։ Մենք ասում ենք մեկից ավել երաշխավոր, որ նույն օրը չընկնենք, նույն խնդիրը։ Իրանի ինչ շահ ունի Իրանը, ինչ փայ է ուզում Իրանը, եւ հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր իր համար ավանդական ճանապարհ չպետք է կողմի վախ։ Ապրեք։ Դա հակասում է մեր շահերին։ Ոչ։ Եթե չի հակասում իրենց փայը մեր շահերին, նաեւ ոչ թե չի հակասում, այլ համընկնում է։ Իսկ ինչի Ադրբեջանը պիտի համաձայնի դրան, սա է ամբողջը։ Իսկ Ադրբեջանը ինչի պետքա չհամաձայնվի դրան, երբ որ մեր տարածքային ամբողջականությունը երաշխավորում, ոչ թե ինքը իրավունք չունել չհամաձայնվի, դա իր գործը չէ։ Լավ, տարածքային ամբողջականության երաշխավորում։ Պարսկաստանը որպես օրինակ երկիրը պատրաստ է Հայաստանի համար տալ երաշխիքներ, որովհետև գիտի, որ Եվրոպայի ելք, ոչ թուրքական ելք միայն Հայաստանով է սպառնում։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես վկա է այստեղ, եւ եթե բանակցային process-ի մեջ, ինչպես ներկայացրել են մինչև այս, Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ներդրումով համարում է, որ հնարավորություն կունենանք բալանսավորենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները լինի տնտեսական երաշխավոր։ Իրանն ու Ամերիկան հենց նա պատերազմի մեջ են։ Իրանն ու Ամերիկան տարածաշրջանի մի քանի երկրներում ունեն ընդհանուր պայմանավորված ձևաչափերի համաձայնեցում։ Այստեղ այս ձևաչափում իրանք ունեն շահերի միտեղ պատերազմ են, միտեղ իրար հետ համագործակցել։ Հիշում եք ամերիկյան զորքերը գտնում էին Աֆղանստանում։ Այո։ Ինչ պայմանավորվածություններ ունեին իրենք Իրանի հետ։ Իրանի կողմից կարելի է ասել Աֆղանստանի գծով Ամերիկայի Միացյալ Նահանգները ուներ շատ դրական չեզոքություն։ Այո, բայց այն ժամանակ տաք պատերազմ գոյություն չուներ Իրանի ու Ամերիկայի մեջ։ Այսօր է տաք պատերազմը ընթանում է։ Հենց այսօր Թրամփը հայտարարեց, որ տաք պատերազմ Սուլեյմանի հարվածը տաք պատերազմ չէր։ Սուլեյմանի սպանությունը։ Այո։ Դա միանգամյա բաներ է, այսպես գործողություններ, իսկ հիմա պերմանենտ իրար ռմբահարում են։
երկարաժամկետ մի քանի տարածաշրջաններում իրենք ունեն պայմանավորվածությունների ձևաչափ չեն կարող չունենալ։ Իրանն ու Ամերիկան վերել եք մի սեղան, ճիշտ եմ հասկանում։ Երկուսի շահերը հատվում են, թե չէ։ Ռուսաստանը Երկուսի շահերը հատվում են, թե չէ այստեղ։ Երկուսի շահերը համընկնում են, թե չէ։ չի կարող միգուցե Ամերիկայի Միացյալ Նահանգները, դուք պատկերացնում եք, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ընկերություն ենք բերում Իրանի սահմանից 30 մետր հեռավորության վրա։ Ու Իրանին կարանք չհարցնենք։ հողաթափով կխփեն։ Հողաթափով Իրանին կարանք չհարցնենք։ Ինչի մասին ենք մենք մտածում, երբ որ իրենք հազարավոր կիլոմետրերով ռմբակոծում են ամերիկյան բազանը, մեզ պետք է Իրանն էլ համաձայն լինի process-ին ու երաշխավոր հողի վրա իրենք կարող են երաշխավոր։ Ես էլ եմ ասում, այդ օրը չի գալու, եթե իրենք երաշխավոր լինեն, որևէ կոնֆլիկտ էլ չի լինելու։ Կոնֆլիկտից խուսափելու համար պետք է երաշխիք, երբ ասում են մեր հասարակության նշանակալի մասը, ասում է, բա Մինսկի խումբը ժողովուրդ երաշխավոր չէր։ Միջազգայնագետները պետք է բացատրեն մեր ժողովրդին։ Մինսկի խումբը միջնորդ էր, որ երաշխավոր չէ, որովհետև պայմանագիր չկա։ Այո, մենք ասում ենք պայմանագրին հասել ենք այս ցավալի զիջումների արդյունքում, գոնե ունենանք երաշխավոր ես թղթին, հողեր ես տալիս, երաշխիք չես վերցնում, Տիգրանաշենն ես տալիս, երաշխիք չես վերցնում, որ Տիգրանաշենից բան չգա դեպի Երևան։ Ինչն է մեր այդ օպտիմիզմը։ Բան գալիս է, ինչն է այդ օպտիմիզմի պատճառը հայերի։ Հայ ժողովրդի։ Այո, ինչը որ Տիգրանաշենը տա, ինչն է քո հույսը, Ալիևի վրայի քո հույսի պատճառը ինչն է։ Ես փիլիսոփայական հարցադրումներն ժողովում եմ պատասխանել, որովհետև ինքս չեմ կարող դա հասկանալ, բան է, այսպես չէ վեին ուժի անհասկանալի մոտեցման կամ հույսը, հա, բայց դա հարցնի հաշվարկը ցույց է տալի, որ եթե 1, 2, 3 երաշխավոր ենք ունենում, չի լինում այդ կոնֆլիկտը։ Հիմա շարունակությունը պատերազմի կոնֆլիկտի մասին։ Տեսեք, Հայաստանում ընդդիմությանը մշտապես մեղադրել են Նիկոլ Փաշինյանի օրակարգով շարժվելու մեջ, սեփական օրակարգ առաջ չքաշելու մեջ։ Սա ընդ որում դες չի Նիկոլ ասում կամին վաշագարոտ, բայց ընդհանրապես, հա, 20 թվական, 21 թվականից սկսած խորհրդարանական ընդդիմություն օրակարգի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եկել է ընտրություններ իր սրտիկով ու խաղաղության, ասում մենք խաղաղություն ենք բերում գալով պատերազմ։ Այնպիսի տպավորություն է, որ այս անգամ էլ ընդդիմությունը մտել է Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ, Նիկոլ Փաշինյանը գոռում է խաղաղություն, դուք ավելի բարձր խաղաղություն գոռում, նա գոռում է խաղաղություն, դուք ավելի բարձր խաղաղություն։ Ես անշուշտ չեմ ասում, որ դուք ընտրաշարի մեջ մտնեք պատերազմի կոչելու բաներով, բայց երբ որ ամբողջ շեշտադրումը Փաշինյանի համար կոմֆորտ դաշտում է տեղի ունենում, որտեղ ինքը փաստացիորեն ասում այ տեսեք 2 տարի չեն կրակել, ես չեն արել են, չէ ադրբեջանցի շաքար են գալիս, չգիտեմ, բենզին են բերում եւ այլն, այստեղ դուք էլի իր հետևից հաստողի դերակատարություն եք։ Պատասխանեմ այդ հարցին։ Մեր հիմնական առաջարկությունները մեր ժողովրդին տնտեսական վերափոխումն է մեր երկրի։ Մեր երկրի հարստացումն է։ Մենք հոգնել ենք աղքատ երկրի ներկայացուցիչ լինելուց։ Ամբողջ ծրագիրը, ձեր առաջի հարցը պատասխանում է ձեր այս հարցին։ Ամբողջ ծրագիրը մեր տնտեսության վրա է հիմնված, որովհետև մենք գիտենք, որ ուժեղ երկիրը դա լավ ապրող մարդիկ են երկրում։ Հասկացա, բայց դու չեք կարող Երբ ինքը բարձրացնում է այդ հարցը, երբ 3 պատերազմ բերած մարդը, բոլոր հաշվարկներով միշտ սխալված մարդը, երբ դիվանագիտությունը եւ ԽՊԻ կառավարությունը դա երկու տարբեր բաներ են։ Իրենք բոլոր իրենց հաշվարկներով սխալվել են։ Իրենք չունեն ինֆորմացիա, ինչ է կատարում հարակից երկրներում։ Իրենք չեն պատկերացնում Թուրքիայում տեղի ունեցող process-ները, Ռուսաստանում տեղի ունեցող, Իրանում տեղի ունեցող, չունեն այդ կապերը։ Չեն ճանաչում մարդկանց։ Որոշում կայացնողների հետ կապերը իրենց միջազգային օֆիցիալ միայն կապեր են։ Այդ ռեսուրսային բազան աշխարհում կա հիմնական գործիչներ եւ կան ստվերային գործիչներ, ում մտքերը ազդում են process-ների վրա, իրենք չեն ճանաչում ոչ մեկին։ Դրա համար մենք, ինչպես գործիչներից մեկը ասեց, բանին ենք, սեղանին ենք եւ ոչ թե սեղանի շուրջը։ Սեղանի վրա ենք, էլի որպես այդպես։ Այո։ Լավ, պարոն Կարապետյան, բայց այնուամենայնիվ ինչքան ու տնտեսությունից խոսեք, քաղաքականությունն է որոշում այդ տնտեսության շարունակությունը, հա, այսինքն եթե տնտեսությունն է որոշում քաղաքականության շարունակությունը։ Հայաստանում այդպես չի, դա պարադոքսալ է։ Աշխարհում տնտեսությունն է որոշում։ Կասեմ ինչ օրինակ եմ։ Լսում եմ։ ԱՏՄ-ի հետ կապված հարց է։ Այսինքն ակնհայտ է դառնում, որ այս հարցում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ սրվում են, երբ Պուտինի 2 անգամ դրան անդրադառնալը, այս ուկրաինական թափանցիկներում ունեցած իրենց խնդիրներով, Եվրամիության հետ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն այս իրավիճակում պատահական չէ, այսինքն
մեր արժեվ ընտրության խնդիր են դել Եվրամիություն կամ ԵԱՏՄ որոշեք այնպես չի լինելու որ դուք ԵԱՏՄ-ում փող աշխատեք հետո մի օր ձեզ ԵՄ-ում ընդունեն գնաք դեպի Եվրամիություն հա սա անշուշտ սոցիալական խնդիրներն է բերելու Հայաստանի համար հիմա եթե հարցին չմոտենաք որպես ոչ թե ընդդիմադիր գործիչ այլ որպես փորձեք գործարար այսպես ասեմ ինչի վրա է հույս դրել այսօրվա կառավարությունը երբ որ մեզ կանգնեցել է այդ շուկայից դուրս գալու 5 պակասի առջև։ Արարատյան դաշտի հարգելի հայրենակիցներ, Տավուշի հարգելի հայրենակիցներ, Վայոց ձորի հարգելի հայրենակիցներ, ձեր ապրանքը, ձեր բերքը մեծապես գնում է կամ գործարանների միջոցով կամ ուղիղ ԵԱՏՄ երկրներ։ 80-90%-ով գյուղատնտեսական ապրանքը գնում է ԵԱՏՄ երկրներ։ Եթե այս իշխանությունը փչացնում է հարաբերությունները մեր գլխավոր գնորդի հետ, խոսակցական ասած կլենտի հետ հայկական ապրանքի, ձեր ապրանքը չի գնալու այնտեղ։ Այդ պարագայում ինչի հաշվին ենք մենք ապրելու։ Նա ուներ 8 տարի, որ զարգացներ Եվրոպայի հետ հարաբերությունները, բայց Ֆրանսիայի հետ, Մակրոնի հետ հարաբերությունները եւ վաճառեր մեր գյուղմթերքը, օրինակ Ֆրանսիա, բայց 8 տարվա ընթացքում, պարոն Գալստյան, գիտեք ինչքան է աճել Հայաստանի արտանումը դեպի Ֆրանսիա։ Կարծեմ հետ է գնացել։ 20% անկում է ապրել։ Եթե 8 տարվա ընթացքում, Ժորժ ջան, այս մարդը չի կարողացել աճեցնի արտանումը դեպի Ֆրանսիա, ոնց է մյուս 8 տարվա ընթացքում Այստեղ ես սիրելի քաղաքացիների փոխարեն չեմ պատասխանում, փոխարեն եմ պատասխանում, այստեղ կարծես թե ծրագիրը մոտավորապես հետեւյալն է, որ քանի որ Եվրամիության համար քաղաքական առաջնահերթությունը հարավային Կովկասից ռուսական հեռացում կամ առանձին դիրքերի թույլատումը, ինչին նաև նպաստում է փաստացի Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանությունը, ենթադրում եմ օրվա իշխանությունը Եվրամիությունից էժան փողի կամ ձրի փողի հույս են տեսել։ Ձրի փող չկա աշխարհում։ Անկամ ուկրաինական պատերազմը վարկով են Ուկրաինային փող տալի։ Ուկրաինային իրենք այսքան աջակցում են, բայց վարկով, որ հետո Ուկրաինան վճարի դրա դիմաց, իսկ գիտեք ինչերով է վճարելու։ Այո, օգտակար հանածոներից սկսած։ Օգտակար հանածոներին նվիրելու է եվրոպական հարուստ ընկերություններին, շահելու է այս պատերազմում եվրոպական հարուստ ընկերությունները։ Իրենք կռվում է ուկրաինացի զինվորը, զոհվում է սլավոն զինվորը երկու կողմից։ Վերջում հանածոն հասնելու է ոչ թե Ուկրաինայի պետությանը, այլ ստորագրված պայմանագրով այն երկրներին, որոնք վարկ են տալիս։ Եվրոպան անվճար փող ինքը իր համար չունի։ Ոչ մեկ, ոչ թե միայն Եվրոպան։ Մենք համարում ենք քաղաքակրթական կենտրոն Եվրոպային։ Մենք սովորելու շատ բան ունենք։ Ինստիտուտները Հայաստանում դուք կտեսնեք ոնց ենք փոխելու եվրոպական ինստիտուտների, բայց աշխարհակաղակական առումով մենք չենք մտնելու այդ կռվի մեջ։ Մենք կռվի մեջ ոչ մեկի կողմից չենք մտնելու։ Հայաստանը ունենալու է նեյտրալիտետ, եթե ունենում ենք երաշխավորություն։ Թույլ կտան նեյտրալիտետ ունենալ։ Իհարկե թույլ կտան, եթե նեյտրալիտետը շատ թանկ հաճույք է, պարոն։ Եթե դու խաչմերուկում ես առևտրային գոտիների, հանածոների արտահանման, տարբեր հաբ ես կարևոր, դու ունենում ես այդ իրավունքը նեյտրալիտետ ունենալու։ Եթե դու Իրանից դեպի Սևծով ամենալավ ուղին ես, եթե Չինաստանից Ֆրանսիա, Չինաստանից Եվրոպա ամենակարճ ուղին ես, դու իրավունք ստանում ես նեյտրալիտետ ունենալ։ Հայաստանը գնում է այդ ճանապարհով միայն նեյտրալիտետի մեջ մենք պետք է ունենք երաշխիքներ, որպեսզի այս խաղաղ Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը միշտ համարվել է վատ, հիմա եկել է ժամանակ աշխարհակաղակական փոփոխությունների պարագայում, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը լավն է Նիկոլ արդեն։ Փաշինյանն ասում, ոչինչ չենք այլ նույնտեղում ենք մնացել, բայց աշխարհագրական դիրքը արդեն ավելի լավն է դարձել։ Ինչ ես չեմ կարող վիճել իր հետ այս մի հարցով։ Հա, համաձայն եմ։ Այս մի հարցով համաձայն եմ։ Հասկացա։ Պարոն Կարապետյան, էլի աշխարհակաղակականությունից մի կարևոր դիտարկում։ Հիմա փաստացիորեն մենք ունեցանք մայիսի 4-ին Եվրամիության հավաքը,
Մակրոնով, չգիտեմ, Ուրսուլա ֆոն դեր Լայնով, Կայա Կալասով, մյուսով եւ այլն եկավ Նիկոլ Փաշինյանին Պուտինն հետը ծափիկ արեց, Նիկոլ Փաշինյանին աջակցեցին, ու բացահայտ աջակցեցին։ Անկամ Մակրոնը ասաց, որ 8 տարի առաջ մենք չէինք էլ պատկերացնում, որ այստեղ են կնելու եւ այլն եւ այլն։ Դրանից առաջ Վենսի այցելություն եղավ, կրկին այդ սպորտը հնչեց Նիկոլ Փաշինյանը։ Իսկ եթե հավաքական արամքագիտական տերմինոլոգիայով բավական հնացած երևույթ է ու գալիս է սովետական սառը պատերազմի տարիներից, բայց այնուամենայնիվ Փաշինյանը կարողացել է ստեղծել հավաքական արևմուտքի աջակցությունը։ Դրան գումարում են Թուրքիա, դրան գումարում են Որն է փայը, ինչ փայով է, ինչ է փայը։ Դրանք կհասցնենք, որտեղ հարցի երկրորդ մասն է կա։ Ձեզ էլ ակնհայտորեն աջակցում է Ռուսաստանը եւ դրա մասին Վլադիմիր Պուտինի խոսքն է հնչում։ Հիմա որտեղ է Հայաստանի շահը, ասեմ, կամ Հայաստանակենտրոնությունը այս երկու մեծ բաների բախումում։ Երբ իշխանությունը ամբողջությամբ երկիրը տանում է նրան, որ վերացի հակառուսական ինչ որ պրոյեկտի, դա բերելու է հակահարված։ Հակահարվածը ազդելու է գյուղացիների վրա, ազդելու է մեր քաղաքացիների վրա, ովքեր տուրիզմի ոլորտում են աշխատում, ռեստորաններում են աշխատում։ Այդ մարդիկ գալիս են գումար են ծախսում։ Այդ մարդիկ գումար են բերում մեր երկիր։ Ինչ մենք մոտիվացիա ունենք հարաբերություն փչացնելու։ Իրենք մեր թշնամիները, Ռուսաստանը մեր թշնամին չի էլ եղել։ Ռուսաստանը ուղակի տարածաշրջանային սուր պահի ուրիշ առաջնահերթություն է ունեցել, որը մեր շահերի դեմ է եղել, որից էլ մեր ժողովուրդը ունի հարցեր իրեն, բայց դա թշնամական վերաբերմունքի հետ մենք հարցեր ունենք, բայց դա թշնամական վերաբերմունքի հետ չպետք է խաչենք։ Լավ։ Իսկ ինչ է դա նշանակում։ Ինչու թշնամացնել աշխարհի ամենամեծ երկրին։ Ինչու թշնամացնել մեր հիմնական գնորդին։ Ինչու թշնամացնել ամենաուժեղ բանակներից մեկ ունեցող աշխարհի 5 ամենա։ Ես չեմ ասում թշնամացել։ Պարոն Կարապետյան, ասեմ Նիկոլ Փաշինյանին արևմուտքն է աջակցում, դες աջակցում է Ռուսաստանը։ Այս բախման մեջ ես Հայաստանի շահը չեմ տեսնում։ Ես ձեզ ներկայացնում եմ։ Մենք չենք գնալու աշխարհակահաղական բախման Հայաստանը կենտրոն սարքելու ճանապարհով։ Ուկրաինան սարքել է, մենք լիուլի տեսնում ենք ինչա կատարվում։ Զելենսկին դիմավորում են աշխարհի գրեթե բոլոր առաջնորդները, գրկում են, համբյուրում են, թողում են բանով, սպորտային շորով մտնի սպիտակ տուն։ Բայց դրանով, դրա դիմաց Զելենսկին վճարում է ուկրաինացի զինվորների արյամբ։ Ինչ փայ է տալիս ինքը։ Ինքը տալիս է Իրանի ու Ռուսաստանի արանքը։ Դու ինչպես կարող ես Իրանի ու Ռուսաստանի հակառակորդների օրակարգ առաջ տանես, ժողովուրդ։ Մի հատ սառ, մի հատ նայենք էլ ինչա կատարվում։ Պրոպագանդան հանրային հեռուստատեսության մեզ տանում է մաթեմատիկորեն չհաշվարկվող տեղ։ Մի քանի անգամ Փաշինյանը մեզ այդտեղ տարել է։ Պատերազմի սկսելու ժամանակ երբ իմացել է ուժերի հարաբերակցությունը, էլի չհաշվարկվող տեղ է տարել։ Պատերազմը կանգնացնելու ժամանակ էլի չհաշվարկվող տեղ է տարել։ Արցախյան բլոկադայի ժամանակ Պրահայում չհաշվարկված բան ասել, որից հետո բլոկադան է սկսվել։ Բլոկադան սկսել է Պրահայի իր հայտարարությունից մի ամիս ու կես հետո։ Չի հաշվարկում մարդը։ Իրանք ասում են հետեւյալը, Մարդը եթե դարձել է վարչապետ, պարոն Գալստյան, չի նշանակում ինքը հզոր դիվանագիտական տվյալ ունի։ Հնարավոր է ինքը չունի դիվանագիտական տվյալ, ուղղակի համոզիչ արտահայտում է։ Եվ դրա ապացույցը մեր բոլոր պարտություններն են, մեր տված մինչև ճանապարհը տված ամեն ինչը եւ ապագայում էլ վատ հարաբերությունները տնտեսական։ Իհարկե, իշխանությունը ուրիշ բան է ասում։ Հիմա որպես հաստատվել, որ ես նայեք իշխանության թեզերը այս բան որտեղ կատարել, այսպես ասենք, հա։ Հիմա ասում է հետեւյալը, ասում է Ժորժ ջան, ասում է Նարեկ Կարապետյանն է, Սամվել Կարապետյանն է, ուժեղ Հայաստանն է եւ մնացած այլ խոշոր ընդդիմադիր ուժերը մեզ տանում են դեպի մի թակարդ, որից մենք արդեն դուրս ենք եկել։ Այդ թակարդը ո՞նց է աշխատել։ Ղարաբաղյան պատերազմից հետո, 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Ադրբեջանը չբավարարվեց դրանով, 21 թվականին հարձակվեց, 22 թվականին Ջերմուկի վարչությունությամբ հարձակվեց։ Մենք բանակը արդեն մեր վատ վիճակում էր գտնվում ես եւ այլն պատերազմը նոր ենք պարտվել, մենք Ռուսաստանին ասում ենք եկեք մեզ օգնեք եւ այլն, իսկ մենք ասում ենք գնացեք ձեր սահմանները մի հատ ճշտեք, հետո մենք գանք ձեզ կօգնենք։ Ասում մեզ տանում եք նորից այդ երաշխավորի ինստիտուտ, որը էլի հերթական անգամ եթե մեր վրա հարձակում։ Ես որ երկրի անունը ասեցի։ Ես որ երկրի անունը նշեցի երաշխավորների մեջ։ Իրան, Ամերիկա եւ այլն չգիտեմ։ Ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում դա։ Մեկից ավել երաշխավոր, երբ մենք ասում ենք ինչ է նշանակում դա։ Երկրորդը, երբ դու ուզում ես զարգացնես քո երկիրը,
Ով էր մեր ձեռքը բռնել, զարգացնել մեր երկիրը վերջի 8 տարում։ Ով է մեր ձեռքը բռնել, զարգացնել մեր երկիրը անկախությունից ի վեր։ Կորոնավիրուս եղավ, Պատերազմ եղավ, պատերազմի պատասխանատուն վատ դիվանագիտություն տանողն է։ Կորոնավիրուս ամբողջ աշխարհում է եղել։ Վրաստանում կորոնավիրուս չի եղել, երբ որ աղքատությունից 300,000 մարդ են հանել։ Չի եղել Վրաստանում։ Բնականաբար եղավ։ Վրաստանի սահմանակից երկրում պատերազմ էր, վտանգ կար, որ կռիվ կսկսվի։ Բայց Վրաստանը կարողացավ խուսափել այդ կռվից։ Մենք կռվից հեռու լինելով մեզ տարանք դեպի այդ բախում։ Ինչն է հարցը։ Այս մարդիկ դիվանագիտությունից չեն հասկանում։ Արարատ Միրզոյանը հնարավոր է հրաշալի պատմաբան է։ Հրաշալի թվականները գիտի։ Բայց ինքը չի կարա թուրքական այն փորձառու հին ոսկոր ժողովրդական լեզվով ասած դիվանագետներին հետ բանակցի այնպես, որ հայկական շահապահը չեն կարող իրանք։ Շատ լավ պատմաբան կլինի Արարատ Միրզոյանը, վստահ եմ։ Բայց պատմաբան լինելը բավարար չի թուրքական պետության հետ ինստիտուցիոնալ դիվանագիտական այդքան լուրջ ժառանգություն ունեցող երկրի հետ բանակցել, մնալու է ստակը, չեն կարող իրանք, թույլ են, երբ ասում ենք ուժեղ, մենք չենք ասում ուժեղ, ով ավելի հզոր հարված կարա տա, ուժեղը նաև կապերի ուժն է, նաև փորձառության ինչքան տեղով են անցել, մենք պետքա թույլ չտանք իրանք մեր վրա փորձեն, իրանք ոնց որ սովորում են մեր վրա, մեր ճակատագրի վրա, Հայաստան ադրբեջանցիների բերելու պրոյեկտը Ադրբեջանի նախագահի կողմից տարվող կտեսնեք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ ժողովրդին թուլացնելով մի օր էլ ինձ sense հարց են տալու։ Իսկ ի՞նչն է խնդիրը, որ նրանք գան, չէ՞ որ մենք դուրս ենք եկել ինչ-որ թակարդից։ 300,000 ադրբեջանցիների թեմա նորվա իշխանությունը սարսափելի ծանր է տանում, ասում սա մանիպուլյացիա է, հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ, դուք վարում եք հիբրիդային պատերազմ, դա էլ իհակառակ Սյունիքի ճանապարհը մանիպուլյացիա է, որ վերջում տվեց։ Եթե նկատեք գովազ են դրել YouTube-ում, անշուշտ ոչ պաշտոնապես ԿՊ-ով, բայց ակնհայտ է, որ իրեն շահեր է սպասարկող, որ Սամվել Կարապետյանը ռուսական շրջանակներին խոսք է տվել, եթե հաղթեց 300,000 հայ տղամարդու ուղարկել Դոնբաս կռվելու, այսինքն սա այսպես հայլային պատասխան է ձեր 300,000 ադրբեջանցիներ բերելու թեզը։ Ասում են մանիպուլյացիա է կամ։ Այ տղամարդկանց, այ կամավորներին իր կոչով տանելով Արցախ, պատերազմը չդադարեցնելով, բազմաթիվ կանանց առանց ամուսին թողելով, բազմաթիվ աղջիկների առանց ապագա ամուսին թողնելով, իրենք ինչպես են հանդգնում այդպիսի զուգահեռներ անել, վերջում էլ ինքը իր կոչով կամավորներին կոչ էր անում գնալ Արցախ, վերջում կանգնում Սյունիքում ասում էր երբ է Արցախը մերը եղել։ Եթե դու Երեք ավելի սարսափելի բան ասաց, որ Ղարաբաղում հայերը չեն ապրել, պատանվել են։ Եթե դու մարդկանց երեխեքին կոչով որպես երկի ղեկավար են քեզ նայում, պատերազմի ժամանակ ազնիվ լինեմ, մենք էլ իրեն վերաբերվել ենք որպես մեր երկրի առաջնորդ։ Պետք է պատերազմի ժամանակ չքննադատես երկրի ղեկավարին։ Առաջնորդի պես վերաբերվես, ամեն ինչ անենք, որ հաղթենք։ Կոչ ես արի, անկախ քաղաքական հայացքներից հազարավոր հայ տղաներ գնացել են կռիվ։ Ոնց ես այսօր կանգնում, ասում մերը չի եղել, բախի իր ուղարկում։ Դե որովհետև այն պարզ պատճառով ասում մենք պարոն Կարապետյան, եկեք բաներից չխոսենք, էլի, անհասկանալի հասկանալից։ Մենք հիմա մոտավորապես խոսում ենք մի բանի մասին, թե ասենք սպիտակը սպիտակ է, թե ասենք ավելի սպիտակ, ավելի սպիտակ, հա։ Մի այլ հանգամանք, ընտրական process-ին, հա, անդրադառնանք։ Հիմա տեսեք, ես լսում եմ ձեր թեզերը, ձեր ելույթները, ապակա վարչապետ Սամվել Կարապետյան։ Չգիտեմ 90%-ով հաղթելու է։ Ամեն երկրորդ բառը ապակա վարչապետ Սամվել Կարապետյան հաղթելու են 80%-ով։ Եթե սա քաղ տեխնոլոգիական հնարք է, որ ժողովրդի մեջ վստահություններ շնչի, միգուցե աշխատում է, բայց երբ որ նայում ես սոցհարցումները, պարոն Կարապետյան, առնվազն այն սոցհարցումները, որոնք որ հրապարակային են, հա, եւ անշուշտ նաեւ ոչ հրապարակային որոշակի ծանոթ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է առաջին տեղում մնալ։ Չեմ ասում 50 գումարած մեկոնի, բայց շարունակում մնալ առաջին տեղում։ Որտեղից այդ վստահությունը։ Հարցումներով, բոլոր հարցումներով էլ դուք կարող եք տեսնել, այն հարցումներով, որ իրենք չեն հրապարակում, որ Փաշինյանը ձեր ասած առավելություն էլ չունի։ Դուք էլ նոր ասեցիք դա։ Չէ, ես բան չասացի։ Ես ինչ ասացի, ես ասացի առաջին տեղով է ընթանում, չեմ ասում 50+1 ունի, այո, բայց առաջին տեղով է ընթանում։ Երկրում մենք վստահ ենք, որ լինելու է փոփոխություն, շատ մարդիկ իրենց կարծիքը բարձրաձայն չեն արտահայտում, մենք
տեսնում ենք դա, մենք համաձայն ենք դրա հետ, չարժի արտահայտել, եթե տեսնում եք, որ աշխատում եք պետական ապարատում եւ ինչ որ ճնշում կարա լինի, մի արտահայտվեք։ Եթե տեսնում եք բանակում եք ու ճնշում եք տեսնում, մի արտահայտվեք, բայց դուք ձեր հայ որպես ձեր պարտքը փոփոխության համար կատարեք։ Մեր երկին բերեք փոփոխություն, որ դուրս գանք այս ճգնաժամից։ Ինչին քննադատել է Փաշինյանը, նույնը կատարում է, նա քննադատում էր ճնշումները մարդկանց, ինքը ճնշում է, նա քննադատում էր կոռուպցիան, օրինակ Քաջարյանի հանքում։ Հիմա կապանցիներից եւ քաջանցիներից կարող եք հարցնել ինչա կատարվում։ Ինչ ինքը քննադատել է, նա արել է։ Չկա բան ու ամեն տարի ավելի վատթարացել է ժողովրդավարական որպես երկիր վիճակը։ Խոսքի իրավունքի առումով մամուլի ազատության 17 կետ իջել ենք, չէ՞։ Դուք ավելի լավ կիմանաք։ Ինչ իրավիճակ է դա ցույց տալի։ Կա իշխանական դեգրադացիա։ Դեգրադացիան տեղի է ունենում, երբ իշխանությունը չափից երկար է մնում։ Չի նշանակում որ դզեն ձայն տալու։ Ես բան չունեմ ասել, գուցե իշխանության ռեյտինգը իջել է։ Ես ասում որտեղից է վստահությունը որ ձեզ են տալու ձայն։ Դուք ասում եք 90%, 80%, անմիջապես տոկոսների առումով ես չեմ ուզում բան անեմ, որևէ միտք ասեմ, որովհետև դա մեր ժողովուրդն է ընտրելու, ժողովուրդն է որոշելու, ինչպես որոշի մենք ուրախ կլինենք մեր ժողովրդի կարծիքի հետ, բայց երկիրը հավակնություն առաջի անգամ ներկայացել է առաջնորդ, ով ֆինանսապես ապահովված է եւ նկրտում չունի։ Առաջնորդ, ով ոչ թե պարգևավճարների դիմաց է աշխատել, տեսեք, իշխանությանը եթե ինչ որտեղ նորոգում է անում, ասֆալտ է անում, դրա դիմաց մի քանի միլիոն դրամ պարգևավճար է ստանում այդ պաշտոնյան։ Մենք, որ հարյուրավոր կիլոմետրերի ասֆալտապատում ենք արել, մանկապարտեզներ ենք կառուցել, դպրոցներ ենք կառուցել, հիվանդանոցներ ենք կառուցել, մեր գրպանից ենք արել, դրա դիմաց ոչ մի բան չենք ստացել ու չենք էլ ուզել ստանալ։ Մեր հայրենիքին է նվիրված։ Այսինքն տարբերություն որակական մարդկանց մեջ իրենք ստանում են, մենք ներդրում ենք մեր կողմից, բայց ժողովուրդը թող որոշի։ Այս ճանապարհ անցած մարդն է լավ, թե էս։ Փաշինյանը շատ գեղեցիկ խոսում է, շատ այնպես է խոսում, որ բոլորին կարող է մանիպուլացնել, բայց էլ չենք հավատում։ 8 տարի հետո արդեն իմունիտետ է ձեռք բերել մեր ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, ինչի եք դուք որոշել կամ ինչի եք այն կարծիքին, որ եթե մարդ ուժը հարուստ է, գործարար որպես հաջողակ է, չգիտեմ, միլիարդատեր է, խոշոր կապիտալի ներկայացուցիչ է, ապա ինքը անպայման հաջողակ քաղաքական գործիչ եւ հաջողակ պետական գործիչ է։ Սրանք այդպես չի որ նույնական երկու։ Իսկ ինչու եք որոշել, որ Ես չեմ որոշել, ասում եմ։ Ինչու են մարդիկ որոշել, որ ոչ։ Եթե մարդը 0-ից տասնյակ հազարավոր մարդկանց բարեկեցություն է բերել, 0-ից իրանով։ Որտեվ աշխարհի պատմության մեջ ես շատ քիչ խոշոր գործարար եմ ճանաչում, եթե ես սխալվում եմ դուք ինձ հուշեք, որը որպես պետական գործիչ հաջողվել է։ Բրիտանիայի գրեթե բոլոր վարչապետերը տնտեսական մեծ կապիտալի տերեր են եղել։ Հիմա օրինակ ես մի 3 վարչապետի օրինակ կարող եմ բերել, որոնք այդպես չեն եղել։ Սկսած Լորդ Ուինստոն Չերչիլից օրինակի համար, որը ընկերություն արել է խոշոր գործարարներ, բայց ինքը խոշոր բիզնեսմեն չի եղել։ Խոշոր կապիտալի տեր է եղել, իր ընտանիքը խոշոր կապիտալի տեր է։ Ընտանիքը ուրիշ բան է, պարոն Ու ժառանգական պետական կառավարման մեջ, բայց իրենք եղել են մեծ ներդրումային բաների մեջ, Թետչերի ընտանիքը բոլորն էլ որպես բրիտանական քաղաքական համակարգ, հայկական Բրիտանիան ուրիշ երկեր նայենք, ուրիշ երկրներ նայենք, բոլոր երկրները, նույն Մակրոնը եղել է բանկիր։ Դե Մակրոնից իր ժողովուրդը սկսել է արդեն զզվել է։ Սկսել է, բայց սկսել է հիմա Մակրոնը բանկիր է եղել, թե բանկիր չի եղել, բիզնեսմեն է եղել, թե չէ։ Ինքը ասում է խոշոր կապիտալի ներկայացուցիչն է որպես այդպեսին։ Մենք լավ կոնսպիրոլոգների դաշտ չընկնենք։ Շատ լավ, խոշոր բիզնեսմենը կարող է լինել։ Մյուսներին էլ եկեք նայենք։ Տարածաշրջանային շատ երկրներում տնտեսական գործիչներն են։ Նայեք, մինչև որոշ ժամանակ միշտ երկրի առաջնորդները եղել են ռազմական գործիչների, ռազմական գործ արած մարդիկ, գեներալներն էին հիմնականում։ Հայաստանի մասը չէ, աշխարհում։ Օրինակ առաջի Ամերիկայի նախագահների մեջ իրավաբաններն ու գեներալներն էին միշտ։ Մյուս երկրներում էլ նույնպես, որտեղ որ ընտրանքային է, ժողովրդավար ռեժիմ է։ Քանի որ ամենամեծ կառավարման փորձ ունեին բանակի սպայակազմը, քանի որ տասնյակ հազարավոր մարդ էին կառավարում։ Հիմա ժամանակը փոխվել է եւ տնտեսությունը, բիզնեսներ կան, որտեղ 100 հազարավոր մարդիկ են աշխատում։ Եվ արդեն այս փորձով մարդիկ եկել են փոխելու ռազմական գործիչներին։ Եվ կտեսնեք, որ ապագայում լինելու է երկու այլ ընտրանք աշխարհում։ Քաղաքական գործիչները ինքը առանձին որպես երևույթ է, ապարել չի ռազմական գործիչներից։ Մենք խորին համոզմունք ունենք, որ քաղաքական գործիչը դա մասնագիտություն չի,
Մարդը պետք է ունենա իր մասնագիտությունը, աճի ինչ որ կետի եւ հետո դառնա քաղաքական Հասկացա։ գործիչ։ Լավ, պարոն Կապետյան, մի այլ տրամաբանության մեջ հասցին նայենք, էլի մենք հաղթելու ենք շատ լավ, հրաշալի է։ Բայց եկեք պատ Նիկոլ Եթե Փաշինյանը, մեր ժողովուրդը գնաց ընտրատեղամաս, հաղթանակը լինելու է։ եկեք մի հատ Նիկոլ Փաշինյանը ուզում ասել, Նիկոլ Փաշինյանին վերլուծենք իր այդ, էլի խնդրում եմ։ Մարդը, որ 90-ական թվականներից գնացել է դեպի իշխանություն, այս կամ այն ձևով, այսինքն, չգիտեմ, առնվազն 90-ականների կեսից, հա, որպես լրագրող, որպես խմբագիր, որպես ազգային ժողովի պատգամավոր, որպես հեղափոխական, այդ ընթացքում բոլոր հնարավոր բաներին անցել է, այդպես փորձություններով անցել է, մտել են խմբագրություն, մեքենան այրել են, ընդհատակում ա գտվել մարտի 1-ից հետո, վերջը, այսինքն հետո փողոցով Իսկում հեղափոխություն մեքենան այրել, կհիշեցնեք բանգած։ իր խմբագրությանը Իր, պատկանող հա, մեքենա, որ ինչ որ մեկը կարծես է նվիրել է հասկանալ Հա։ դուք ակնակը ինչ եք անում։ Իրեն են նվիրե, բա նվերներ ստացել է, հա, Չգիտեմ, մեքենա։ այդ արդեն պետք է Հա, հարցնել։ շատ լավ։ Կարծում եմ դուք այդ առիթը կունենաք մեծ բանավեճի ժամանակ հարցնել։ Շատ լավ։ Հիմա Բայց ինչպես մեր ես երկրի հարցա, վարչապետը հա, կոռուպցիայի դեմ պայքարող նվերներ է ստացել։ չգիտեմ, պետք է հարցնել։ Հիմա շարունակությունը 20 թվականի պատերազմ, Արցախ ընկնել, հազարավոր բաներ։ Այսինքն այս մարդը համ քաղաքական պայքարի բոլոր ուղիներն է անցել դեպի իշխանության, համ էլ անցել է հայ ժողովրդի պատկերացած բոլոր կարմիր գծերը, այսօր գոռում է Ղարաբաղը Ադրբեջանն է։ Գիտե դուք մտածում եք, որ հերթական, տեխնիկական ընտրությամբ հայ ժողովուրդը գնալով, ընտրելով կարողանալու եք Նիկոլ Փաշինյանին տուն ճանապարհ, ինքն հունիսի 8-ի լույս առավոտը տնջ ժամը 6-ի կողմերը մամուլի ասուլիս տա, ասի շնորհավորում եմ ընդդիմության հաղթանակի Եթե ընդդիմությունը մեծամասնություն կազմեց, առավոտ զարթնեցինք, ինչ պետք է անի ինքը։ Չգիտեմ, ինքը, բայց ես վստահ եմ, որ ինքը ինչ որ խաղաթոփ ունենալու է այդ հարցը։ Ինչ պետք է անի, ինչ կարա անի։ Եթե ժողովրդի լեգիտիմությունը երևալու է, թե որ կողմն է, ինչ պետք է անի։ Չարժի թերագնահատել մարդկանց եւ չարժի գերագնահատել մարդկանց։ Շատ լավ, չարժի թերագնահատել, չարժի չգերագնահատել։ Հունիսի 8 պատկերացնում եք, պարոն Կարապետյան։ Հունիսի 8 ասելով ես նկատի ունեմ փողոցային պայքար։ Ես հունիսի 8 պատկերացնում եմ, որ մեծ հույսի զարթոնք մեր ժողովրդի։ Բա որ չստացվեց, բա որ, չգիտեմ, Բան գալիս է, մենք պետք է պայքարենք մինչև վերջ, որ դա ստացվի, որովհետև մենք, մեր երկիրը այս ձևաչափով գնում է շատ բարդ ուղղությամբ, որ հետագա սերունդները տասնամյակներ են պահանջվելու ուղղելու երկու տեղ ունեցող։ Ստացվեց, Պետք է կեղծեցին, փողոց դուրս գալու եք։ Կեղծել պետք է իրեն կարողանան, մենք հազարավոր կամավորներ ունենք, ովքեր կվերահսկեն process-ները, մենք պետք է աշխատենք, պայքարենք։ Մեր ազգը պետք է պայքարի իր իրավունքների համար, մեր ժողովուրդը պետք է գնա ընտրատեղամաս փոփոխության համար ձայն տա, որպեսզի այս մարդիկ եւս 5 տարի տալու բան չունենան, ինչը որ կիսատ են թողել չավարտեն։ Կարճ անդրադառնան։ Եթե պիտի բանը, գիտեմ ժամանակը սահմանափակ է, դրա համար են անում։ Եթե պիտի գնան, ասում են, քաղ տեխնոլոգները ես շատ չեմ հասկանում, ասում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը տպարտվի, պետքա մասնակցությունը բարձր լինի բավական ընտրությունների։ Մենք կբացատրենք մոտիվացիան որն է հայ ժողովրդի գնալ այս ընտրություններին, ինչի պիտի գնան, այսինքն ինչի պիտի մասսայականությունը ապահովեն 70%։ Երևանցու համար մոտիվացիան, որ 10 տարվա մեջ իր չփոխված քաղաքը ինչ որ ձև վերածվի 21-րդ դարի նորմալ քաղաքի կանաչ գոտիներով, նորմալ զարգացած ենթակառուցվածքով, որ դուրս չգան բակերում սենց կիսատ քայլելով, հետ խորհրդային ինչ որ մռայլ բակերով, նորմալ ներդրում արվի քաղաքի մեջ։ Գյուղի մոտիվացիան, գյուղի մեր հայրենակիցների մոտիվացիան, որ բերքը վաճառեն, գյուղատնտեսությամբ զբաղվեն, իրենց երեխաներին իրենց կողքը տեսնեն, ոչ թե թորներին մենակ հեռախոսով տեսնեն։ Փոքր քաղաքի բնակիչները գործ ունենան, խոպանով երեխեն ու հայրը իրար հետ շփվեն, երեխաներին չտանի իր հետ ուրիշ երկիր, որ երեխաներն հետ զուլվեն ուրիշ ազգ դառնան։ Այս բոլոր ուղղություններով մեր հանրության բոլոր հատվածները իրենց համար գտնելու են այդ փոփոխության դրական կողմը, որpիսի մեր մասնագետները պետական ապարատից դուրս գան նրա համար, որ իրենք հայացք ունեն ինչ որ քաղաքական։ Մեր ընկերությունների խմբում բազմաթիվ մարդիկ ունեցել են տարբեր հայացքներ։ Չի եղել մի դեպք իմ ամբողջ աշխատանքային ժամանակաշրջանում ես քաղաքական հայացքների համար տարբերություն դնեմ։ Դա տրամաբանական չէ, դա առողջ չէ, առողջ մարդու մտածելակերպ չէ։ Պարոն Կարապետյան,
Անի բարի տվեցիք խոսեցիք ընկերությունների խմբի մասին, կա այսպեսի քննադատություն ուզում եմ հնչեցնել, հետեւյալն է, ու քննադատությունը դիտարկումն է կատարում, բարոյ ուզում եք ընտրեք, ասում են հետեւյալը, տեսեք ասում են, անշուշտ Սամվել Կարապետյանը շատ հաջողակ գործարար է, դա այդտեղ քննարկման ենթակա ոչ մի բան չկա, բայց իրենց ընկերությունների կառավարման մոդելը այնպեսին է, որ իրենց ընտանիքի ներկայացուցիչները դառնում են այնտեղ քey post-երի վրա, այսինքն բանալի պաշտոնների վրա։ Հիմա մարդկանց պետք է մտահոգություն ասում են, այ մարդ գալու են իշխանություն են վերցնելու, Հայաստանը մեծ տաշիր գլուխի են վերածել։ Տեսեք Դե դուք մեջն եք, դեր առաջնորդը դուք եղբոր տղան եք Սամվել Կարապետյանը, դեր առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Իսկ արդեն է դրան բանը։ հայկական ամենամեծ կապիտալի մեջ ներգրավվածության առումով մենք կադրային մեծ պոտենցիալի կարիք ունենք։ Ամեն օր լավ կադրերը, խելացի կադրերը ամեն օր մեզ պետք են։ Ինչ վերաբերում է պետական համակարգում, այդ կարիքը բազմապատկվելու է։ Բոլոր խելացի մարդիկ մեզ պետք են լինելու։ Դու չես կարողանալու, չես հասցնելու։ Քեզ պետք է երկրի ամբողջ պոտենցիալը ոլորտային առումով, ոլորտի մասնագետներն են որոշելու իրենց ոլորտի պատասխանատուին։ Այսինքն, եթե բժշկության մեջ մասնագետների հարցման արդյունքում մենք ունենալու ենք կարծիք, թե ում են տեսնում ոլորտի մասնագետ որպես Պարոն Կարապետյան, մի անգամ մեր ժողովուրդը տենց հարցման արդյունքներով կարծիք հայտնելա, մենք այսօր էսօրին ենք էլի քաղաքական նշանակում անեք։ Այսպես կարծիքներ չհավաքեք։ Պատասխանատվություն վերցրեք, քաղաքական նշանակում արեք։ Քաղաքական նշանակումը իր պլյուսները ունի, բայց ոլորտային առումներով նեղ ոլորտները պետք է մասնագիտական խմբերի կարծիքը հաշվի առնեն։ Պարոն Կարապետյան, օքեյ, տաշի գրուպ չեք վերածելու Հայաստանը։ Չէ, ուզում եմ մի բան ասել, պարոն Գաս։ Մեր երկրում, ասում եմ, կադրային մեծ սով կա։ Յուրաքանչյուր խելացի մարդու կարիք կա այս համակարգի մեջ, ոչ թե չենք վերածելու ինչ-որ բանի, մենք կարիք ենք ունենալու։ Խմբում էլ մեր աշխատանքների մեջ էլ տասնյակ մարդկանց, հարյուրավոր մարդկանց, խելացի մարդկանց կարիք կա միշտ, գործունյա մարդկանց։ Հիմա զարգացման ամենակարևոր նախապայմանը կադրային քաղաքականությունն է։ Դա Ստալինն ասում էր կադրի решетвсе։ Այո։ Հիմա մյուս բանը մտավախությունը խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը ինչքան քննադատեն եւ քննադատեք իր իշխանության օրոք պետական գնումների մասնակցությունը կտրուկ ավելացել է։ Այսինքն բազմաթիվ ընկերություններ, որոնք որ ժամանակին չէին կարողանում մասնակցել, հիմա մասնակցում են։ Մարդիկ սիրեն Նիկոլ Փաշինյանին, չսիրեն Նիկոլ Փաշինյանը, ռեալ ցել են փող աշխատել այս ամեն ինչի արդյունքում։ Բայց իրենք ունեն մի օրինակ, ասում են Նարեկ ներողություն, Տաշիր գրուպ ընկերությունը Սամվել Կարապետյանը դնեց հեծը, եթե մենք ժամանակին կարողանում ենք տենդերին մասնակցել, կամ փակեցին այդ տենդերները սոց իրաց մեջ փակ ցիկլով անեն։ Հիմա վաղը կարող է Հայաստանում էլ պատմություն գան, էլի ասենք բացառապես Տաշիրի արտադրողների մենք հովանավորչություն ենք անելու, ներմուծողներին բոլորին հրավիրելու ենք, ասենք խնդրում եմ, տվեք ձեր բիզնես պլանները, ինչ աջակցություն է պետք պետությունից, որպեսզի դուք արտադրեք։ Այո, Հայաստանում լինելու է արտադրողի հովանավորչություն, գործարանների հովանավորչություն, արտադրողի, ոչ թե ներմուծողի։ Չինաստանից Հայաստանի քաղաքացի, Չինաստանից, Թուրքիայից, ասեմ, երբ դու ներմուծում ես, օրինակ գնում ես Թուրքիայից, Տրաբզոնից ներմուծում ես, աշխատում է թուրքը, հարկը ստանում է թուրքը, եւ գնում ես, եթե թուրքերի վրա Ուզբեկստանից ես ներմուծում, աշխատում է այդ երկրի։ Մենք ուզում ենք, որ հայ աշխատի, որ Բերդ քաղաք, երեք որ մենք այցելել ենք, Բերդում արտադրեն, բերեն քաղաքում, բերեն Հայաստանով մեկ վաճառեն, որ հայը աշխատի։ Մենք ունենք իրավունք մեր երկրի շահերը պաշտպանելու, թե չէ, պարոն Գալստյան, թե հենց որ հարցը գալիս է մեր երկրի տնտեսական շահերի, մենք պետք է արդարություն խաղանք, հենց հարցը գալիս է ուրիշ երկրի տնտեսական շահերին, իրանք պետական նպատակարարություն պետք է խաղան։ Իրանք իրանց երկրում թողում են, հայկական մի ապրանք գնացել է Թուրքիա։ Դե հիմա այնա բացել են որ առևտրի բանը, երեք բացեցին։ Մի ապրանք վաճառք թողել են իրանք։ Չգիտեմ, ես Թուրքիայի հետ Տեսեք, փոխհարաբերություններ չունեմ։ պարոն Գալստյան, այսքան տարիների ընթացքում իրենք չեն թողել, բայց միլիոնավոր դոլարներ եկել է։ Ինչ է դա նշանակում։ Ունեցել այդ ամեն ինչին ներկայացել։ Իրանք էլ կարիք ունեն հայկական ապրանքի, եթե մենք արտադրենք։ Չենք արտադրել, պետք է արտադրենք։ Եվ երկիրը արտադրողների երկիր է լինելու։ Սպառող տնտեսություն չէ, ներմուծող վաճառող տնտեսություն չէ։ Բոլոր ներմուծողներին, ովքեր շուկան ամենալավն են տիրապետում, ովքեր իրանց ապրանքը լավ են տիրապետում, առաջարկելու ենք գործարանատեր դառնալ, հետո արտահանել։ Հայաստանի օրինակն է, Grand Candy օրինակը նայեք, մարդիկ արտադրեցին, հրաշալի ընկերություն են սարքել։ Հիմա էլ այդ սրտիկներն են իրանք արտադրում։
կապ չունի։ Բիզնես է, ազատ է, ինչ ուզում է թող անի։ Կարևորը զարգանա։ Պարոն Կարապետյան, վերջին հարցը։ Ամեն օր տեսնում ենք ընտրակաշառքի փող բաժանելու մասին տեսանյութեր կոռուպցիոն կոմիտեի կողմից։ Հիմա դուք ասում եք մենք ընտրակաշառք չենք բաժանում։ Բա որ դուք ընտրակաշառք չեք բաժանում, ասենք, չգիտեմ, հոկտեմբերյանի կամ որևիցե այլ տեղի է ժողովրդին այդ փողը որտեղից որ խոսում են իրար մեջ բաժանում են տալիս են եւ այլն։ Ձայնագրությունների հետ կապված process-ները երկու մասի է բաժանված։ Մեծ մասը կալանքների, որ եղել է, մարդիկ իրար հետ խոսալուց մեկը ասել է, եթե իշխանությունը փոխվի, գործ լինելու է, ասել է հա, դրա համար չէ, բացի իրենից էլի դեպքեր են։ Ասել է հա, տարել են կալանքի մարդուն։ Ասել են, եթե փոփոխություն լինի, մենք առաջի կետը 300,000 աշխատատեղն է, գործ կլինի, ասել է հա, Ժորժ ջան, գործ լինելու է։ Ես էլ եմ ասում։ Ինչ վերաբերում է գրանցված, խոսակցությունների մեջ, եթե կա գրանցված տերմինը, եթե գրանցված աշխատող է, այլ բան։ Բայց գրանցված աշխատողը ինքը ընտրակաշառքի ձև չի, ինչպես պնդում են։ Չէ, բանը կուսակցական քարոզիչ։ Գրանցված քարոզիչ։ Բայց ասում են կա սահմանափակում, քանակ ամեն շրջանում դու սահմանափակում ունես։ Սա օրինական բան է, մեթոդոլոգիա է։ Բոլոր process-ների մեջ։ Ուղղակի այդ խոսակցությունները կտրում են, մի բան է ինձ մտահոգում, ճիշտը որ ասեմ, մի հատ մտահոգիչ բան կա, խոսույթները երբեմն։ Ես կցանկանայի մեր հասարակությունը մի քիչ խոսույթները ավելի ասում եմ, ձեր թիմակիցների մասով է այդ խոսքը։ Բոլորը թիմակիցների մասով։ Չգիտեմ, բայց կպականեի մենք անգամ ուղի եթերով որ լսում ենք, պատկասում ենք առանց ուղի եթեր ինչ կխոսա։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Ես հույս ունեմ մինչև ընտրությունների ավարտը մենք եւս մեկ անգամ հնարավորություն կունենանք ամփոփելու քարոզարշավը, եթե անշուշտ պատեհ։ Շնորհակալ եմ։ Եվ այսպես ժողովուրդ մենք Իջևանում էինք, Իջևանում Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում դրա մասին սկզբում խոսել էինք որպես այդպեսին, եւ այստեղ իմ հյուրն էր ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, համանուն դաշինքի համասնական ցանկի առաջին համարն Արեգ Կարապետյանը, մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։